նախարարության, առողջապահության նախարարության ստանդարտով մենք հնարավորություն ունենանք այդ հարցը լուծել։ Ժորժան, մի րոպե, խնդրում եմ սպասեք։ Դուք գիտեք խոսքը Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում զոհված մեր զինծառայողների ծնողներն են։ Ես խնդրում եմ, մենք եկեք հարգալից վերաբերենք։ Շատ լավ, եկեք հարգալից վերաբերվենք։ Հարգալից վերաբերվենք, թողեք մոտենա։ Տարի երեխա պահեցի, տվեցի ես բանակի, ուրայի մեր երեխեն, ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք տվեցիք իմ երեխուն, փոխեք տարակ, իմ երեխեն միակ քչացած ատամջում, դիաբերանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխեն արթուն ա եղել, 10-20 պակաս դեպ եղել ա, ասիներ են մի կոպեի բաժակով, որ ես կովրա բենզին լցեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, ինչի 15 երեխու վառիք, ինչն է, տիկին, պատասխան տամ, դուք հարցը ավարտեք, ես պատասխանը կտամ։ Ես 15 երեխու կողմից խոսում եմ, դուք վառեցիք 15 երեխուն, ձեր կեղտերը ծածկելու համար, ես իմ երեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լափելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տանջակով 18 տարի գայլել եմ այդ երեխու հետ, ուրա իմ երեխեն, ես եք սևավոր դարձրիք մեզի, խեի կարաս ասես, ես չեմ հագստանում, ես գիշերը արցուկ լաշկերից իմ երեխին եմ ուզում, ոչ մի բան պետք չի, դուք տարած մեր երեխեքին վարիք, ողջին տարած մերիք դնիք իմ առաջը, իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոչ մի արի, ես նոխում եմ կեզնից, սպում եմ կեզնից, դուք իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից եք ով գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ այն օրը, որ ես ձեզ ընտրել, որտև դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք է 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ զարկի, դպրոց զարկի, ինչի համար եք դպրոց զարկը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյորբա երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում, ես ուզում եմ իմ երեխուն, կարաս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Դուք ավարտեք ես կարձագանքի։ Դուք ավարտեք ես կարձագանքի։ Ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել, իա հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում։ 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք, ես ապացույցներ ունեմ, իմ երեխեն 12 անցքեզ արթուն ա եղել, իսկ ես 11-ին 20 պակաս դեպքն եղավ, դուք որ հելակ հայտարարություն շատ լավ, ավարտեք ձեր ասելիքը, իմ ասելիքն են, դուք ինչքանով էիք վստահ, որ այդ երեխեքը մնացին վառման դուրս չեկան, դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ ես հիմա կարձագանքի ավարտեցիք ուրեմն ժողովուրդ դուք գիտեք այդ դեպքը 15 մեր զինվորների դեպքը եւ գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք հա ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է բազմատասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն է գնում եւ դրանք դատվում են ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը իմիջիայլոց այդ ազատված
Սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հարավակներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում եմ ընդունել աշխատանքի, բան չեք գնում ընդդիմության հարավակներին, չգիտեք որ Մաղսուդյանը ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները եւ դատավարություն է գնում, Ես խոնարհվում եմ ձեր առաջ, բայց թուրքեր մուրքեր ստեղ չասեք, այդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես, ես ձեր սուքը հարգում եմ, ձեր սուքը մեր սուքն է, ես խոնարհվում եմ ձեր զավակի հիշատակի առաջ, Ինչ? Չէ, ես ուրիշ դեպք ժողովուրդ, ես Վարդենիսում հրդեհ էր եղել 15 հոգի եւ ես ծնողների մի անգամ թե մի քանի անգամ ընդունել եմ։ Իրանք ինչ-որ վարկած ունեն, որ ինչ-որ ուրիշ բան է տեղի ունեցել, ոչ մի ուրիշ բան է տեղի չի ունեցել։ Ասում եմ, ես կորպուսից հրամանատարից սկսած Պաշտպանության նախարարության պաշտոնյան հակահրդեհային պատասխան տասնյակ մարդկանց հանել եմ գործից։ Եթե ես եմ արել ինչ-որ մի բան, ինչպես տիկինն ասում, դրանք հիմա կես ընդդիմության շարքերում են, թող գնան ելույթ ունենան, ասեն ես այդ ինչ եմ արել, այդ իրանք են արել եւ պիտի դատվեն, այո։ Եվ Ժորժ ջան, էլ եմ ասում, ես հարգանքով եմ վերաբերում, բայց դեպք հասկանում եք, դեպք այսինքն այդ մարդիկ այդ աշխատանքը չեն արել, հրդեհ է տեղի ունեցել եւ ցավալի իրականություն է տեղի ունեցել։ Եվ մենք այդ ենք ասում, եւ դրա համար ենք ասում, մայիսի 28-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի դրա համար ենք մենք տանում եւ Հանրապետությունում տասնյակ ամրացված շրջաններ է կառուցվել։ Գնացեք տեսեք, այսօր ամեն օր զինվորների տասնյակ հարազատներ մեզ մոտենում են, պաշտպանության նախարարին են մոտենում, ինձ են մոտենում, ուր եթերում ասեն, եւ ասում են շնորհակալություն, որ բանակում ծառայության պայմանները փոխել եւ դարձրել եք այդպիսի։ Տասնյակներով շնորհակալություն են հայտնում։ Եվ այո, ես ասում եմ այսօր Բանի Քոչարյանի Սերժի եւ այդ բաների, Մաղսուդյանների եւ մյուսների, որոնք դուրս էին եկել եւ այսօր էլ ընդդիմության ամենաակտիվիստը, չգիտեմ, բանի Քոչարյանի կողմնակից է, իրանք չգիտեմ, որ կորպուսի հրամանատարի տեղակալ չէր այդ ժամանակ, այդ առիթով եմ ես գործից անել, կորպուսի հրամանատարի տեղակալ էր, այսօր ընդդիմության ակտիվիստներից է, մի անգամ բա ինչի չեք գնում, չգիտեք, որ Մաղսուդյանը Քոչարյանի հավաքներին է մասնակցում, Կալուգացի օլիգարխի հավաքներին է մասնակցում, չգիտեմ Գագիկ Ծառուկյանի հավաքներին է մասնակցում, ինչի չեք գնում ասում, կամ դատավարություն է գնում, դատավարություն եւ լուսաբանվում էլ է, մեղավորները այսօր կանգնած են դատարանի առաջ։ Ես էլ եմ ասում, հարգանքով, ես խոնարհվում եմ, ես ընդունում եմ, որ պետությունը մեղավոր է այդտեղ, պետությունը իր պարտականությունները պատշաճ չի կատարել, դրա համար տասնյակ զինվորականներ աշխատանքից հանվել են։ Եվ այո, Ժորժ ջան, սուքը սուք, ցավը ցավ, բայց չի նշանակում, որ հանրապետությունում պետք է կյանքը դադարեցվի։ Ես համաձայն եմ, որ պետք է հասնել արդարության եւ արդարացության։ Եվ ասում եմ, բոլոր են մարդիկ, ում ես աշխատանքից անել եմ, այդ դեպքի առիթով չեմ էլ թողել լուսանա, չեմ էլ թող, ես գիշերը ժամը, չգիտեմ քանիսին գնացել եմ կառավարություն
Հենց աշխատանքային օրը սկսել է հրամանները իրար հետևից հրապարակվել է, իրար հետևից հիմա այս թիվը չեմ իջի, տասնյակ մարդկանց ես աշխատանքից ազատել եմ, որոնք իրանց պարտականություն, կորպուսի հրամանատարից սկսած տեղակալներով եւ մնացածով ՊՊՆ հակահրդեհային ծառայության պետի եւ այլն։ Եվ հիմա դրա շուրջել էլի հերթական դավադրությունն են կառուցում, որը բացարձակապես իրականության կապ չունի։ Ասում եմ, այդ մարդիկ հիմա անդիմադիր են։ Եթե մի բան ա եղել, մենք ինչ-որ բան փոխում ենք, թող կանգնեն ասեն։ Ամեն օր մեղադրանք են հորինում։ Լավ առիթա հորինելով հերթական մեղադրանքը, բան ինչի չեն մեղադրանք հորինում, որովհետև հնարավոր չի մեղադրանք հորինել, որովհետև այդ մեղադրանքը մտածածին է։ Եվ ուրեմն ժողովուրդ ջան, այո, ես այսօր եկել եմ ձեզ մի շարք առիթներով շնորհավորելու։ Եվ այն